Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ եւ իմ զրուցակիցը պատիժների ու բանտային համակարգերի միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գասպարյան, խոսելու ենք բնականաբար նաեւ հանցավորության մասին, շատ հետաքրքիր թեմա է, դեպ մեր հետաքրքիր նաև ինչ իմաստով, մենք բոլորս պարզ է, հանրության մասն ենք եւ ականատեսն ենք լինում նաև շատ հաճախ այդ դեպքերի, առավելևս հնչեղ դեպքերի ու շատ հաճախ նաև այն հանրային ընկալումները, որոնք ձևավորվում են օրինակ երկրում հանցավորության տարածման, դրա դրսևորման ձևերի եւ այլն իմաստով շատ հաճախ սկսում են հակասել պաշտոնական վիճակագրական տվյալներին, հա, որոնցով միշտ ամեն ինչ շատ այսպես ասենք վերահսկելի է, նվազման միտումներով, չգիտեմ, ամեն գրեթե ճյուղ ունի իր ռազմավարություն ու նման բաներ ու առավելևս մենք երբ այսպես ասենք գործ ունենք այդ հանցավորության դեմ ընդհանրական ասած հանցավորության դեմ պայքարի նաև բարեփոխումների օրակարգեր, չգիտեմ, տարբեր ոլորտներ ինչ որ վերապատրաստումներ են իրականացվում, միջազգային ստանդարտների են համապատասխանեցվում եւ այլն։ Նախորդին վարչապետը ասում է, որ էլի նույն իհարկե ես հիմնասական թերցեմ, բայց մենք չենք կենտրոնանալ նյութ այդտեղ նշված, հա, խնդրի վրա, այլ որպես երևույթ դրանք կդիտարկենք։ Ասում է, եթե մենք սկսենք վազել թմրային նյութերի մի գրամանոց փաթեթների ետևից, մեր իրավապահ համակարգը ուժասպառ կլինի։ Մենք պետք է գտնենք խոշոր ներկրողներին ու արտադրողներին, ունենք ռազմավարություն, ինչպես նշեցի, նաև հանցավորության դեմ պայքարի եւ թմրային նյութերի թեման առհասարակ նաև շատ դարձել է արդի ցավոք մեր հասարակության համար, բայց խոշոր ներկրողների դեպքեր օրինակ վերջին են տոննանոց կոկաին, ինչ էր, դրանից հետո ես օրինակ չեմ հիշում, հա, այդպես, հա, վերջին օրերս նաև Մեղրիում մի տասնյակ քանի կիլոգրամ ինչ որ մարիխուանա, չգիտեմ ինչեր, բայց ովքեր են դրա ետևում կանգնած, ովքեր են դա արտոնում, ովքեր են դա հնարավոր դարձնում այդ մասշտաբի, այդ ծավալների, հա, եւ երկրորդը, եթե մի գրամը պարզ է, չէ, մի գրամ չեն բերում, մի գրամը արդեն հասցեատիրոջ համար է պատրաստված, բա այն 10 կիլոգրամը որտեղ է, ով է բերել այդ 10 կիլոգրամը, ով է հովանավորել, հա, հազար հարց է առաջանում, բայց չգնանք մի գրամի հետևից, բայց մենք այդպես էլ չենք իմանում, պայմանական ասած 10 կիլոգրամը ով է բերել, նրանց հետևից էլ չեն գնում։ Բարի երեկո։ Սկսեմ պատասխանել սկզբից մինչև ձեր վերջի դիտարկումը։ Կամ կարող եմ վերջից գալ։ Նախ թմրադեղերի հետևից 1 գրամ կլինի, թե դրա պատիկներ պակասը կլինի, յուրաքանչյուր գրամը կարող է բերել շատ կարևոր մի կետի, որ կոչվում է լաբորատորիա։ Ընդհանրապես թմրամիջոցների նման ուրեմն դեղորայքի հայտնաբերումը սկսվում է սահմանից։ Եվ անդրազգային կազմակերպված հանցավորության ամենակարևոր 3 հիմնասյուները 3-ն են՝ արտաքին պատերդ պահիր պինդ, կրթությունդ կազմակերպիր ոստիկանների եւ համայնքի կամ հասարակության հետ լուսավորչական աշխատանք։ Հիմա ցանկացած ապրանք ներկրվում է սահմանով կամ սահմանանցումով։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ, թե մեր մաքսակետում որքանով գիտեն թմրադեղերը, ինչպես են կարողանում բացահայտել, եւ այն դեղերը եւ դրամիջոցները առհասարակ, որոնք շրջանառվում են Հայաստանում, դրանք Հայաստանի համար են թե տրանզիտ հատվածի համար են, որովհետեւ Հայաստանը միշտ են ունեցել այդ խնդիրը Աֆղանստան, Տաջիկստան, Վրաստանի միջոցով ներկրում արտահանում եւ այդ ընթացքում շատ երկրներ, այդ թվում Հայաստանը, ունեցել է այդպիսի տրանզիտային նշանակություն։ Հիմա թե թվերն են շատացել, թե դրա մասին խոսակցությունն է շատացել, հաշվետվողականությունը շատացել, ես սրան փորձեմ մի փոքր անդրադառնալ, բայց շատ կարևոր է հասկանանք, թե օրգանական բնույթի թմրամիջոցներ են հայտնաբերում, թե արհեստացին, դա էլ է կարևոր, շատ կարևոր, որովհետև հատկապես անչափահասների վրա ազդող
ամֆետամինային բաղադրիչներով կազմված արհեստական բնույթի եւ շատ արագ կախվածություն առաջացնող դեղորայք կա, միջոցներ կան, այս կդեն դեղորայք չանվանենք կներեք, եւ շատ տարածված կենտրոնական Ասիայում եւ մեծ վտանգ կա, որ արդեն կարող է Հայաստանը ներթափանցել կամ կարող է ներթափանցի, եւ դրանք շատ տարբեր գայթակղիչ գույներ ու համեր ու հոտեր են ունենում, եւ դրանք շատ հեշտ է պատրաստել փոքրիկ ավտոտնակներում, որոնք արտադրում են տասնյակ տոննաներ փոքրիկ ավտոտնակը, որովհետև դրանք տարբեր նյութերի միախառնություններ են, որոնց շատ արագ ստանում են։ Սա ՄԱԿ-ի UNODC-ին հանցավորության եւ թմրամիջոցների գրասենյակը շատ մեծ ուշադրության կենտրոնում է պահում վերջի 10 տարին արդեն, եւ 2025 թվականը ռեկորդային էր թմրամիջոցների տրաֆիկի իմաստով։ Համաշխարհային մակարդակի, այո։ Եվ այստեղ շատ կարևոր է ոչ թե գրամի հետևից գնալ, այլ հասկանալ որտեղ են լաբորատորիաները, մենք բնական հիմքով թմրամիջոցներ ենք որոնում թե արհեստացին, եւ լաբորատորիաները որտեղ են տրաֆիկը որտեղից է սկսում, որտեղ է անցնում մեր երկիրը ինչ դերակատարություն ունի տրանզիտային թե նաեւ սպառողական, եթե սպառողական է սա ազգային անվտանգության խնդիր է ըստ էության, բոլոր երկրների համար այդ թվում Հայաստանի Հանրապետության եւ պետք է այստեղ հասկանանք։ Ասել թե 1 գրամը այդպես շատ չեմ ուզում շատ առանձնացնել, բայց յուրաքանչյուր գրամ իրապես կարող է տանել պատրաստողի մոտ, լաբորատորիա, տրաֆիկի ղեկավարների մոտ եւ այդպես շարունակ եւ ուղղակի այստեղ ոչ միայն թմրամիջոցների, այլև ընդհանրապես հանցավորության քարտեզագրում կարծես թե մենք չունենք։ Hotspot կոչվածները մեր իրավապահ համակարգը սովետական միությունից սկսած առ այսօր ունի այդպիսի մի տրադիցիա, հենց հրդեհ է լինում, հրդեհի հրշեջի նման վազում ենք դեպի այդ հրդեհը հանգցնելու։ Միտեղ մի տոննա կոկային, միտեղ աչափնյակի սպանություն, միտեղ փարաքյալի սպանություն, միտեղ չգիտեմ ինչ։ Եվ վազում ենք այդպես շատ արտառոց այսպես կոչված դեպքերի հետևից, թեպետ յուրաքանչյուր հանցանք, առավել ևս եթե կապված է առողջության ու կյանքի հետ, արտառոց պետք է դիտարկել։ Բայց սա չի ասվում այն բանի համար, որ ամբողջ ուժերը պիտի սփռես ցնցուղի նման, այսպես ասած, էներգիան ամբողջ տարածքով մեկ, դրա համար կա հանցավորության կանխարգելման մեթոդներից մեկը այդ հոտսփոթերն է, որ կոչվում է mapping-ը, քարտեզագրումը, որտեղ է հավանական որ կլինի հանցագործություն, ինչպիսի հանցագործություն, որվա որ ժամին եւ այդպես շարունակ, սա քարտեզագրումն է, որպեսզի քո ուժերը կենտրոնացնես այդ տարածքների վրա։ Սրա համար անհրաժեշտ է ունենալ ռիսկերի գնահատման գործիքակազմ, ինչպես է ոստիկանը որոշում վտանգը, որտեղից է սպասելի, ինչպիսի վտանգ է սպասելի։ Թմրամիջոցների օրինակ տրաֆիկ է հնարավոր, թե բռնությամբ կամ անօրինական զենքի օգտագործմամբ ինչ որ խմբի կողմից խմբակային հանցագործություն են ենթադրում, իսկ սրանք տեղեկատվություն են։ Սա առանց կամ երկրորդ ոստիկանների կրթության հատվածն է եւ լուսավորչական աշխատանքն է, այսպես ասած, համայնքի, որպեսզի յուրաքանչյուրս առնվազն, օրինակ, որպես ծնող մենք իմանանք, մեր երեխան գալիս է տուն, կանաչ դեմքով, կարմիր աչքերով, օրգանական ինչ-որ փոփոխություններով, շատ ակտիվ երեխան մեկ է սկսել է շատ пассив լինել, շատ пассив երեխան մեկ է սկսել է շատ ակտիվանալ, ծնողի աչքերով սա կարող է լինել կոմպյուտեր, շատ է նայել աչքերը կարմրել են, դրսում շատ է խաղացել, հոգնել է, տարիքային է, դեռահաս է, կարող է լինել ակտիվը пассивանալ, пассив ակտիվանալ, սա շատ լավ է եւ շատ օրինաչափ է, կարող է այսպես լինել, բայց կարող է լինել նաեւ շատ այլ բաներ։ Կարող է լինել ինչ որ թմրամիջոցների կամ այլ հոգեներգործուն նյութերի օգտագործում, որը շատ հստակ պետք է հասկանալ օրգանական հիմքով ծագած թմրադեղերի օգտագործում կարող է լինել, թե արհեստացին, որովհետև դրանց ազդեցությունը մաշկի վրա շատ տարբեր է, այսինքն սոմատիկ իմաստով տարբեր է դրսևորվում։ Ով պիտի սա անի, սրա հիմնական դերակատարը երկուսն են՝ համայնքի սոցիալական աշխատողը եւ համայնքային ոստիկանը։ Ովքեր պիտի մտնեն տնետուն, թողնեն իրենց վիզիտկաները, որ եթե հանկարծ տեսնում եք որևէ բան, շատ արտարոց դեպք կարողանաք կապել։ Ես ասում եմ եւ մեր շատ ոստիկանների եւ կարող քաղաքացիների համար սա դիտարկվում է որպես հոլիվուդյան ֆիլմ, բայց սա պարզագույն պրիմիտիվագույն աշխատանքն է, որը ոստիկանությունը պետք է տանի, միգուցե եւ տանում է, որովհետեւ համարենք այդպես, հա, ես ինձ թույլ տամ լինել շատ նաիվ եւ հավատալ դրան, որ արվում է, որովհետեւ օրինակ եթե տեսնում ենք թե անհամաչափ ուժի կիրառմամբ զանգերի կենտրոններ ինչպես են ներխուժում
դիմակներով, ավտոմատներով, չգիտեմ։ Կարևոր օպերատորը դիմացի։ Նա ինձ շատ հետաքրքրում է, եթե հանկարծ օրենքով գողերի սխոտ կա բացահայտվի հանկարծ կամ ինչ որ քրեական հեղինակությունների հավաք, որտեղ բոլորը զինված են ոչ մեկ ատրճանակով, այդ դեպքում ինչով ենք գնալու, տանկով, չգիտեմ, զրահապատ մեքենաներով։ Բայց այդ որ սա ցույց են տալիս, ուզում են ցույց տան, որ մենք որպես ոստիկանություն ունենք ինչ որ ուժ։ Հիմա այդ ուժը թերևս ցավոք սրտի դեռևս բան է, պարփակվում է ֆիզիկական ուժի մեջ, մեզ մտային ուժ է հարկավոր, մեզ հարկավոր է ինչպես վերլուծել, ինչպես աշխատել այլ գերատեսչությունների հետ, եւ սա ձեր խոսքում ներեցեք, ձեր խոսքում ասացիք, որ կա հանցավորության կանխարգելման ռազմավարություն, չկա ցավոք սրտի, դա դրված էր իդրաֆտում, հիմա կառավարությունը ունի որոշում, որ երկիրն ընդհանրապես ունենալու է 5 թե 6 ռազմավարություն, որոնց մեջ հանցավորության կանխարգելման ռազմավարություն չկա։ Ինչպիսի տեսք է ունենալու ենք, թե չէ, դա մեր երազանքն է 12 թվականից մենք մի ժամանակ երբ որ մի կազմակերպության ղեկավարը իջատագովում էինք, որ անպայման երկիրը պիտի ունենա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հանցավորության կանխարգելման ծրագիր ունեցել է կյանքում մեկ անգամ 91 թվականից առ այսօր։ Դա 2008-ից 12 թվականների հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունն է եւ սա շատ կարեւոր կոմպոնենտ է, շատերի համար սա կարող է դիտարկվել որպես հերթական փաստաթուղթ, բայց սա այն փաստաթուղթն է, որտեղ երևում է համայնքի անվտանգության եւ ապահովման համար, ապահովության համար, security եւ safety բառերի թարգմանությունը փորձեցի գտնել, ինչպես է աշխատում պետական ապարատը, պետություն ասելով նկատի չունենք վարչապետ, պետություն ասելով նկատի չունենք հատկապես հանցավորությանը միայն ներքին գործերի նախարար, եթե գա այն օրը, երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը, նախարարները իդեմս եւ ներքին գործերի նախարարը, բանի գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի ղեկավարը բոլորը կնստեն մի սեղանի շուրջ եւ կհասկանան, որ այդ հանցագործության վերաբերյալ իրենք միասին պիտի լուծում գտնեն համայնքի թաղապետից մինչեւ ոստիկանության աշխատակիցներ եւ նաեւ պատիժների համակարգ իր հերթին, երբ որ ազատազրկման վայրերից վերադառնում են անձիկ, ինչպիսի ռիսկեր ունեն նոր հանցանք գործելու, ունեն, չունեն, ինչ ինտենսիվությամբ հսկողություն է պետք իրականացնել եւ այլ եւ այլ։ Սրանք բոլորը այդ հանցավորության կանխարգելման բազմավոլորտ կամ միջգերատեսչական համագործակցությունն է, որը միայն պիտի սահմանվի այնպիսի մի իրավական ակտով, որը պարտադիր կլինի բոլոր գերատեսչությունների համար, այն չի կարող լինել ոչ նախարարի հրաման, ոչ չգիտեմ ինչ, բայց մենք ունենք թմրամիջոցների կանխարգելման պետական ծրագիր, այդ մեկը ունենք, այո։ Տեսեք, ձեր նկարագրածը, հա, հետևություն կարող ենք անել, կամ մենք կարողությունները չունենք, կամ ավելի վատ, հենց այն համակարգերը կամ ինստիտուտները, որոնք պատասխանատու են այդ ամեն ինչի համար, իրենք են գուցե ներգրաված այդ գործընթացներում։ Ես թույլ տամ գնալ ձեր պրովոկացիային։ Կարծում եմ կարող է լինել այդպես, որովհետև կախված երկրում թմրամիջոցների հանցավորության անօրինական զենքի զինամթերքի քանակից կարելի է ունենալ տեսական ենթադրություն, որ ինչ որ չինովնիկներ, ինչ որ պաշտոն զբաղեցնողներ ունեն ինչ որ շահերի բախում այս երևույթների հետ։ Շահերի բախում այս դեպքում նկատի ունեն հետաքրքրություն այս ամենի մեջ։ Այդպիսի ենթադրություն կարելի է անել։ Կարելի է անել առնվազն բոլոր այն ապացուցահեն հետազոտությունները, որով բացահայտվել է անդամ պետությունների ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների տարբեր հետազոտություններով, որտեղ երևացել են տարբեր պաշտոնյաների ներողություն արտահայտության սականջներ։ Եվ այս վերլուծությունը գիտական վերլուծություն է, այսինքն նաև անդրազգային հանցավորության կանխարգելման թե կոնվենցիան, թե դրա ձեռնարկը պետություններին ուղղված ելնում է նրանից, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը բոլոր հնարավոր դեպքերում նաև ուրեմն հակակոռուպցիոն ստուգումները, որոնք մեր երկրում պիտի լինեին դատարանների մասով, ու այդպես էլ չեղավ դատավորների, սրանք կարող են ուղիղ կապված լինել երկրում տիրող իրավիճակի հետ, թվում թմրամիջոցների, զենքի եւ այլ եւ այլ։ Բայց այստեղ շատ կարեւոր է հասկանանք փորձեմ, սա չլինի արդարացում, բայց փորձեմ մի քանի կողմից դիտարկել։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը, հետո ոստիկանություն, հետո էլի ներքին գործերի նախարարություն, անցել է նույն
ճանապարհը ինչ որ ողջ կրթական համակարգը, սոցիալական համակարգը 91 թվականի անկախացումից ի վեր։ Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ մենք ունեինք սովետական միությունից ժառանգված ինչ-որ համակարգ, որտեղ գերակշռում էին, այսպես անվանենք, կոռուպցիոներները, խոշտանգումների անմարդկային վերաբերմունքի միջոցով ցուցմունք կորզողները եւ հեղափոխությունից հետո 2018 թվականի առնվազն տեսականորեն ենթադրում ենք, որ այդ մարդիկ լքեցին համակարգը։ Ցավոք թե այլ տեսակետից այդ են մարդիկ էին նաև, ովքեր կարողանում էին ունեին փորձառություն հանցագործներին կամ հանցագործության վայրերը գտնելու, հոտոտելու, հոտառություն ունեին, օդից գտնում էին այն տեղեկատվությունը, ինֆորմացիան, օպերատիվ նշանակություն ունեցող ինֆորմացիան, որը գնում հասցնում էր հասցեատերին։ Այլ բան, որ չունեին գրագիտությունը, դա ճիշտ տանել արդարադատության ճանապարհով եւ շատ հաճախ էր տեղի ունենում թե կոռուպցիոն շղթաներ, թե խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքով այս մարդկանցից ցուցմունք կորզել եւ այլն, որոնք բերեցին նրան, որ բնակիչները քաղաքացին սկսեց ունենալ անվստահությունը ոստիկանության նկատմամբ։ Հեղափոխությունից հետո այս մարդիկ գնացին, նորերը, որոնք գալիս են եւ եկան դրանից հետո, դրանք բոլորը չգնացին, ի վերջո թողեցին իրենց նաև արմատները եւ ոստիկանություն դեռ կան մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ աշխատում են եւ այդ թվում նաև մարդիկ, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների ժամանակ, նախկին համակարգով, այսպես ասած։ Եկան նորերը, որոնք համարենք շատ էլի նայվ կերպով մեզ թույլ տանք դա, համարենք, որ շատ չկոռումպացված եւ մաքուր ձեռքերով մարդիկ էին, ովքեր անում էին, ուզում էին անել իրական ոստիկանական աշխատանք։ Բայց փորձառության պակասը բերեց նրան, որ մեր մոտ տեղի ունեցավ սերնդային վակուում։ Ինչու համեմատեցին այդ կրթական եւ այլ ոլորտների հետ, ինչպես եղավ, որ մենք սովետական դպրոցները քանդեցինք, ռուսականությունը, այսպես ասած, փորձեցինք մոռացության տալ, բայց չստեղծեցինք մի ինչ-որ համակարգ, որը կտար ուսուցիչ ոչ թե եղած ուսուցիչների վերապատրաստել, այլ իսկապես կտային մանկավարժներ, ուսուցիչներ, պատրաստված մարդիկ, ովքեր գիտեին ինչը գիտելիքը, կրթությունը, մանկավարժությունը եւ կտային այդ ժամանակի համար պիտանի գիտելիքներ, այսինքն ունենային ինչ-որ հայկական կամ Հայաստանի դպրոցը։ Մենք այդպես չստացվեց ըստ էության։ Մենք ինչ-որ բան քանդեցինք հեղափոխության իմաստով կամ ռեֆորմի իմաստով, բայց նորը դեռ չկարողացանք ստեղծել։ Այդ նույն բանը մոտարապես ունենք նաև ոստիկանությունում։ Եվ այստեղ ժամանակ է պետք ենթադրելու կամ ժամանակ է պետք, որ մարդիկ, ովքեր միգուցե եւ կոռումպացված չեն, միգուցե եւ խոշտանգման այսպես ասենք ջատագովները չեն, թեպետ վերջի դեպքերը ոնց որ դրա մասին չեն խոսում, ճիշտ ասած, բայց փորձառության պակասում են։ Հիմա ներքին գործերի նախարարի կամ նախարարության խնդիրն է մեզ այս ամեն ինչը հրամցնել եւ տեղեկացնել շատ կարևոր բաների մասին։ Լավ, այս ամեն ինչը եթե այսպես է, կամ դու ունես շատ պրոֆեսիոնալ կադրեր, ինչու է այսպես վիճակը։ Եթե այսպիսի վիճակը պայմանավորված չի պրոֆեսիոնալ կադրերով, եթե քո պրոֆեսիոնալ կամ կադրերը դեռ շատ պրոֆեսիոնալ չեն, մեզ պետք է այս մոտավորապես այն տեքստը, ինչ որ ես հենց հիմա ասեցի, սա պետք է ներկայացնել առանց հատուկ ինչ որ գաղտնի բաներ պարունակող տեղեկատվության, եւ մեզ ցույց տալ, թե հատկապես ինչ խնդիրների ինվենտարիզացիա ենք արել եւ վաղը ինչն ենք փոխելու։ Վերջերս այդ նույն պաշտոնյաների փոփոխությունները, որ եղավ, կեսը գնացին խորհրդական, մնացածը չգիտեմ ինչ եղավ։ Սա եւս էլի է պոստսովետական մտածողության ձևն է։ Մարդիկ, որոնք մեզ պետք է շատ չհեռացնենք, բայց ամեն դեպքում մամուլի ուշադրությունից շեղենք, այսպես ասած, հա։ Այն դեպքում, երբ որ իրապես դա այդպես չէր, այն մարդիկ, ովքեր պաշտոնանանք եղան, նրանք ոչ մեկը ուղիղ պարտավորվածություն չունեն, ոչ օպերատիվ պլան կազմելու, ոչ օպերատիվ գործ անելու այդ մարդկանց գործը հանրապետության մակարդակով միջ գերատեսչական համագործակցություն ապահովել էր։ Այնպես անեին, որ օպերատիվ աշխատակիցները ունենային հնարավորություն բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ունենային հնարավորություն կիսվելու ուսուցիչների հետ, համայնքային ոստիկանները աշխատեին սոցիալական աշխատողների հետ, որը տարածքային կառավարման նախարարության տիրույթում է։ Այս մարդկանց դերը գաղափարական իմաստով համակարգումն է աշխատանքի։ Դու ես եթե ամեն անգամ իջացնում ես այն մակարդակի, որտեղ դեպք եղավ այդ հանրապետության նշանակություն ունեցող վարչության պետերը գնում հասնում են այնտեղ, սա եւս էլի է սովետական դպրոցն է մեզ ցույց տալու, որ այդտեղ կարևորվեց։ Ցանկացած հանցագործություն կարևոր է, բայց այդտեղ կարևորը այդ տարածքի ոստիկանության պետը։ Ո՞րն է առանցքային
տեսեք, մենք չենք կարող խոսել օրինակ այս պարագայում, հա, ներքին գործերի նախարարության իր բոլոր այդ վարչություններով եւ այլնով հանդերձ խոսել այսպիսի խնդիրների մասին, ընդհանուր խոսել այդ սովետական գուցե իներցիայի կամ դեռևս մտածողության, մեթոդաբանության կարող է լինելու մասին եւ օրինակ խոսել մեկ այլ ոլորտային գերատեսչության մասին, որտեղ ամեն ինչ այսպես, հա, այս տրամաբանությամբ աշխատում է այդ համակարգը, շղթա է, չգիտեմ, չի կարող այդպես լինել ենթադրաբար, հա, չի կարող մի համակարգ շատ լավ աշխատել, մնացած համակարգերը կիսատ պռատ լինեն, որտեղ ամեն դեպքում դրանք փոխկապակցված են, դուք ինքներդ նշեցիք, սոցիալական, այո, կրթության նախարարությունը, սոցիալական հարցերի նախարարությունը, ոստիկանությունը, այս դեպքում ՆԳՆ եւ այլն։ Ես մի դեպք հիշեցի, ուրեմն նոյեմբերի 6-ներ թե 7-ներ չեմ հիշում, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ մեզ դուրս բերեցին Շուշիից տարան Ստեփանակերտ ու ասացին էվակուացվում է քաղաքը, դուրս գալու ժամանակ բնականաբար Հայաստանի Վարդենեսի կողմից Հայաստանի սահման մուտք գործելու ժամանակ վերահսկում էին ոստիկանները, այնտեղ ուղեփակոցներ էր դրված, ստուգում էին, հա, չգիտեմ, տղամարդ, զենք, ինչ որ հազար ու մի բան, ու 2 օր անց ինձ զանգահարեցին ոստիկանությունից, կանչեցին որ գործ են հարուցել, որտեղ ես անօրինական զենք եմ ինձ հետ տեղափոխել Հայաստան, իմ իրերը մնացել էին այնտեղ, ինչ որ մեկը հավաքել էր եւ բերում էր, ինձ իմացային, թե քո իրերը կբերեն, այսպես ասած, հա։ Եվ այդ իրերի մեջ զենք էր լցրել։ Եվ այդ իրերը իմն են, ճամպրուկի հետ միասին։ Ես հիշում եմ, որ մեր մեքենան ունենք, որևէ մեկը չի ստուգել, ես չգիտեմ այդ իմ ճամպրուկը այդ զենքերով հանդերձ ոնց է անցել այդ ուղեփակոցը, հա, ու նման բաներ։ Իհարկե հաշվի առնելով իրավիճակի նաև ֆորս մաժորային լինելը, ոչ սովորական լինելը, բայց այնուամենայնիվ, չէ, դուք գործ եք հարուցել։ Հետաբար այդ գործը ուրեմն պիտի շատ ավելի լայն ուսումնասիրել, որտեղ հարուցված գործ կա։ Օրինակ, երբ որ ես գնացի եւ պահանջեցի այդ օրվա այդտեղ ծառայություն իրականացրած ոստիկանների ներկայությունը, վկայությունը այս գործի շրջանակում, որ ժամին են աշխատել, ստուգել են, չեն ստուգել, ոնց են ստուգել, որ այդ ճամպրուկով զենքը չեն տեսել, ոնց է անցել, ինչ եղել, գործը փակվեց։ Որտեղ ես հրաժարվում էի ցուցմունք տալ, մինչև այդ ոստիկանները չգան չնստեն ինձ հետ ցուցմունք չտան։ Հիմա ես տենց դրա համար շատ լավատես չեմ ալի իրավապահ համակարգի մասով։ Դուք միակը չեք, իրավապահ համակարգին ուղղակի մենակ թողնել էլ չի կարելի, որովհետև շատ օրինաչափորեն յուրաքանչյուր քաղաքացի պատկերացնում է, որ իր երկրի անվտանգությունը, ներսի անվտանգությունը, սա միայն ոստիկանության գործն է։ Իհարկե ոստիկանությունն ունի առանցքային նշանակություն, բայց հանցավորության կանխարգելումը մի շատ պարզ օրինակ, մարդիկ ովքեր այս Աչափնյակում հավաքվել էին, 40 հոգի, Աչափնյակ համայնքից, 40 տղամարդ չէր գնացել աշխատանքի, 40 տղամարդ չէր գնացել ինստիտուտ, 40 տղամարդ չէր մնացել բակի իրապիսետքում, եթե ենթադրենք ինքը գործազուրկի մեկն է, եւ այս մարդիկ ունեն գործատուներ, համալսարաններ, որոնք պիտի շահագրգռված լինեն, տեսնեին ուրեն այս մարդիկ լավ, նույն օրը, նույն ժամին, նույն տեղում, այս մարդիկ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում պիտի լինեն, թե չէ, ով են այս մարդիկ։ Չէ՞ որ այս 40 հոգին խմբավորվել են, միավորվել են մեկ կամ երկու այն էլ հակաիրավական, իրավախախ դիրքորոշման շուրջ։ Այս մարդիկ չեն կարող լինել կամ ոչ թե չեն կարող, այլ հազվադեպ են լինում, ասենք այսպես, որպեսզի շատ կտրուկ չլինի, ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ ենթադրենք, չէ՞, կամ կոնսերվատորիայի կամ չգիտեմ։ Այսինքն ինչ որ մեկերն են, որոնք մինչև էտել են ցույց տվել իրենց իրավախախտ դիրքորոշումը։ Եվ ավելին, այդ դեպքը ունեցել էր իրենց առաջ զարգացում, որտեղ մարդ էր սպանվել։ Դե հիմա տեսեք, հիմա գամ մտնեմ տներ։ Ամուսինդ պահում է իրեն շատ ոչ սովորական, երեխատ պահում է իրեն ոչ սովորական, որդիդ պահում է իրեն ոչ սովորական, վերջին մի շաբաթը լարված է, անընդհատ զանգում է, անընդհատ իրեն են զանգում, անընդհատ, չգիտեմ, ձեռքերը քրտնում է, անընդհատ ինչ որ լարված իրավիճակում է, մոտավորապես ստրեսային, դրա անվանում է մոտավորապես նրանք։ Ում ասի ընտանիքի անդամը, ում զանգի ասի, որ ստեղ մի բան այն չի։ Ամոթ է ոչ մեկին։ Ամոթ է մեկ, չենք վստահում երկու, որովհետև մարդը պետք է վստահ լինի, որ եթե ինքը զանգի ու ասի մի բան այն չի ես դպրոցում կամ ես համալսարանում կամ մեր բակում, իր անձը կլինի խիստ պաշտպանված, այլ ոչ թե այնտեղից կասեն դուք ձեր ընտանիքի հարցերը լուծեք։
Սա ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհ է, բարեփոխման ճանապարհ է, բայց որպեսզի սա լինի, միայն նախարարի ասուլիսը քիչ է։ Ես այնպես ինչպես բոլոր լրագրողներին, ովքեր ինձ հետ հարցազրույց են անում, ես չգիտեմ այդ հարցը տվելուն թե չէ, ուղիղ էլի պիտի տամ, դուք ձեր համայնքի, չգիտեմ քանի տարի եք ապրում այնտեղ, որտեղ հիմա ապրում եք, անձամբ դուք ձեր համայնքի համայնքային ոստիկանին ճանաչում եք։ Ոչ։ Սա աբսուրդ է։ Լրագրող, որը չգիտի իր համայնքի ոստիկանին, ես հələ չեմ խոսում, որ ուղղակի բնակիչ եք այդ տարածքի։ Ձեր տանը պիտի լինի համայնքային ոստիկանի չսպառվող վիզիտկան եւ անընդհատ փոփոխվի, եթե ձեր համայնքային ոստիկանը փոխվում է։ Ես հրավառության համար զանգարում ենք համայնքային ոստիկանություն, հրավառությունից հետո գալիս են եւ ասում են, որ իրենք չկա հրավառություն։ Հա, չէ, հիմա տեսեք, մենք կարող ենք քննարկել եւ ես ձեզ հետ միասին մի քիչ էլ կարող է ավել շատ փորձենք քննադատաբար մոտենալ են գործունեությանը, որոնք կան։ Իրապես այն ինչ որ տեսնում ենք հանցավորության ընդհանուր նվազում ի դեպ կարող է լինել, բայց ուրեմն այդ համամասնության մեջ զենքի օգտագործմամբ, բռնության գործադրմամբ հանցագործությունների տեսակները կարող են աճել։ Համամասնորեն հանցավորությունը կարող է նվազի, բայց բռնությամբ ուղեկցող հանցագործությունների թիվը շատանա։ Եվ սա չի խանգարում նրան, որ ընդհանուր թիվը կարող է նվազել։ Բայց այստեղ հարցը այն չի թիվը նվազեց թե չէ, հարցը այն է ինչ արեցիք կամ ինչ չարեցիք, որ նվազեց։ Մեզ այն ինչ որ չի ասվում, ամենակարևորը հենց դրանք են, ինչ դասեր ենք քաղել եւ ինչ երաշխիքներ ունենք, ինչ նոր մեթոդ ենք որդեգրել եւ ինչ երաշխիք ունենք, որ այս նոր մեթոդը բերելու է այսպիսի արդյունքի։ Չգիտեմ, ձեզ կանգնեն ասեն, մեր օպերները օրինակ այսօր անցնում են կանանց հետ հարցազրույց իրականացնելու միջազգային չափորոշիչներ։ Այդ մարդիկ գոնե գիտեն կանանց հետ ինչպես վարվել, տղամարդկանց հետ ինչպես, կամ անչափահասների հետ ինչպես։ Կամ մեր օպերները, կամ համայնքային ոստիկանները անցնում են բազմավորորդ համագործակցության սոցիալական աշխատողների հետ, չգիտեմ, տարածքային կառավարման կամ բանի թաղապետարանների հետ նստում են սոցիալական աշխատողներ հետ քննարկում են դեպքեր եւ այս մարդիկ գիտեն ինչ է դեպքի վարումը առհասարակ, գիտեն ինչ է կյանքի դժվար իրավիճակը առհասարակ եւ այսպիսի բաներ ձեզ ասեն ու ասեն գիտեք իրար ցավում եմ այսօր ճիշտ է վիճակը այսպիսին է, բայց ձեզ ցույց եմ տալի ռելսերը, որը 3 տարի հետո բերելու է այսինչ վիճակի։ Եվ սա երաշխիքն է առնվազն առաջին 3 ամսվա 90 օրվա կամ չգիտեմ 3 տարվա կտրվածքով ասում սա են փորձելու փոխել։ Գոնե ձեր մոտ լինի հիպոթետիկ վարկածեն մասին, որ այս մարդիկ ովքեր ասում են մենք այս վիճակը այսպես ենք փոխում, կա երաշխիք, որ վաղը կարող է այս դասեր քաղելուց հետո վաղը այսպիսի վիճակ չլինի, բայց ես սա չեմ տեսնում։ Չկա այս երկխոսությունը, իսկ այդ երկխոսությունը եւս մասնագիտություն է եւ Եվրոպայի խորհուրդը կարծեմ 98 թվականի ռեկոմենդացիա ունի անդամ պետություններին, որը ի դեպ հիմա վերանայվում է եւ կփոփոխվի, դա կոչվում է քրեական գործերով մեդիայի հետ վարվեցողության կանոններ։ Եվ ձեզ պիտի ասեն հարգելի ժիրայր կամ չգիտեմ այլ լրագրողներ, երբ որ գալիս եք դեպքի վայրը կոչվում են տարածքը, որը սահմանագծված է։ Եվ այս վերջերս են ես աչքովս եմ որ դեղին do not enter բանը լենտան կապում են, որը եւս կապելու ձևից հասկանում ես, որ մի տեսակ շատ հասկանալի չի ինչի է դա համարվել դեպքի վայր։ Օրինակ չգիտեմ, կերակել են իրար վրա եւ դեպքի վայրը համարվում են 1, 2, 3 կրիմինալիստները, որոնք դնում են փամփուշտների կողքը, բայց ով էր այդ զենք կրողը, արդյոք պրոֆեսիոնալ մեկն էր թե չէ, չէր կարող արդյոք այդ մարդը 100 մետր են կողմ աղբամանում շպրտել այդ զենքը։ Եվ այդ դեպքի վայրը այնտեղ չի, որտեղ կրակել են, դեպքի վայրը այնտեղ է, որտեղ դու պիտի կարողանաս նեղացնել կասկածյալների շրջանակ։ Խնդիրները իհարկե շատ են, բայց տեսեք, գոնե այն առերևույթ, որոնք առկա են եւ դու տեսնում ես իրավապահ համակարգի անտարբերությունը, սկսած շատ մանր հարցերից, հա, այլ ու մնաց քողարկված հարցերի մասով մենք կարող ենք ընդհանրապես ենթադրություններ անել եւ այստեղ շատ մի հատ կարեւոր պահել կա, էլի արդյոք իրավապահ համակարգի ներկայացուցիչները գիտակցում են իրենց առաքելությունը, իրենց գործառույթը, պետության ներկայացուցիչ լինելը, հա, ասենք շատ այսինքն մտածողության վարքաբանական հարցեր են, որը նաև ձևավորում է աշխատանքի նկատմամբ քո վերաբերմունքը, պատասխանատվությունը ու հազար ու մի բան, էլի, ես շատ խորքային։ Դե իսկապես այո, դե բայց ռեֆորմը այդտեղ է։ Ռեֆորմը չի սկսվում եւ ավարտվում իրավական ակտերում։ Ռեֆորմը սկսվում է մտքում։ Ինչու է գալիս ոստիկանություն,
հատկապես քրեական ոստիկանություն կամ համայնքային ոստիկանություն աշխատելու համար, ինչպես ես քեզ տեսնում վաղը 3 տարի հետո, ինչպես ես տեսնում քո հմտությունների զարգացումը, ինչ գիտելիք է քեզ անհրաժեշտ եւ այսպես շարունակ։ Ես ինչ-որ փոքրիկ ինտերվյուի ինչ-որ բան բերեցի, բայց այո, շատ կարեւոր է մտածողության կերպը եւ մեր դիրքորոշումները, ինչու ենք մտնում այդ ծառայություն։ Արդյոք նախկինի պես մտնում ենք, որովհետեւ ամենաստաբիլ աշխատավարձն է պետական համակարգի, մենք իսկապես հավատում ենք օրենքին եւ դիսցիպլինային, թե չէ, մենք իրոք հավատում ենք մարդու իրավունքին, թե չէ, եւ մենք իրոք հավատում ենք, որ ոստիկանության բաժինը իրապես կամ ոստիկանի ներկայությունը իրապես պաշտպանված եւ ապահով լինելու կարևոր երաշխիքներից մեկն է, իսկ պրոֆեսիոնալ ոստիկանը հատկապես, որովհետեւ մեր երկրում ոստիկանի պակաս չկա, ավելի ու պակաս չի, նկատի ունեմ բանի, թե միջազգային չափորոշիչներ, թե Երևան քաղաքի բնակչության եռուզեռի մեջ նրանց անընդհատյա գոյությունը, բայց կարծես թե դրանով չի զսպվում հանցագործությունը եւ չի զսպվելու, որովհետեւ նորից մենք պիտի ոստիկանությունը կարողանանք կատարելագործել այնպես, որ ինքը հասկանա, որ իր ողջ գործունեությունը մարդու համար է, եւ հասկանա, որ ինքը շատ խնդիրների մեջ ինքնուրույն կամ ոչ թե ինքնուրույն, այլ միայնակ լուծել չի կարող։ Ինքը պիտի հասկանա, որ իր որոշումներ պիտի վերցնի եւ այդ պատասխանատվությունը վերցնի իր վրա որոշումների կայացման։ Դե մի քիչ դժվար է որոշում կայացնել, եթե դուք ենթադրեք աչափնյակի օպերն եք, ձեր փոխարեն հանում են մի ամբողջ հանրապետականի քրեականի պետի, դե ինչի դուք պիտի աճեք, ինչու պիտի պատասխանատու լինեք ձեր գործունեության մեջ, երբեք, որովհետև ձեր փոխարեն ուրիշները պատասխանատու են լինելու, որովհետև համակարգային կերպը քրեական արդարադատության աշխատանքի մենք դեռ ճիշտ կարծես թե չենք ընկալում կամ դեռ մի քիչ դանդաղ ենք գնում։ Ամենայն դեպս առանց բազմավոլոր միջազգային տերմինը the whole governance-ն է, այսինքն ամբողջ կառավարությունը, ամբողջ պետությունը լծված է դրան։ Այն ճիշտ այնպես, ինչպես եթե դպրոցում աշակերտը դասի չի գալիս, դա դասղեկի խնդիր չի միայն, դա տվյալ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի խնդիր է։ Ոչ միայն այն պատճառով, որ կրթությունից դուրս մնալը նաև կրիմինոգեն գործոն է իրենով, այլ որովհետև սա համայնքի խնդիր է, որովհետև համայնքի ոստիկանի խնդիրը ոչ միայն ձեզ լուսավորելն է եւ տեղեկատվությամբ ապահովելն է, ինչպիսին են օրգանական եւ ոչ օրգանական կամ անօրգանական հիմքով ստեղծված թմրամիջոցները, այլ նաեւ ձեզ պետք է գան հարցնել այս տարածքում, որտեղ 200 մետր խորությամբ փոս է փորված եւ մինչեւ այսօր կառուցապատողը ոչինչ չի անում, ում է սա խանգարում, որովհետեւ այդտեղ ընկնող մարդու առողջությունն ու մահը այդ տարածքի խնդիրն է, համայնքային ոստիկանը միակը չի, բայց համայնքային ոստիկանը միայն գողի ձեռքը բռնողը չի։ Դե այո։ Այստեղ միշտ օգնության է գալիս կեղծ պարկեշտությունը, մենք ուրիշի ընտանիք չենք մտնելու։ Որն է փչացնում է այս դեպքում։ Առանց ուրիշի ընտանիք մտնելու գործակալ չես ունենա, իսկ առանց գործակալների եւ քեզ այդ բանի համագործակցողների չես կարողանալու հանցագործություն բացահայտել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս պատիժների եւ բանտային համակարգերի միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։